Ողջունում եմ քեզ, սիրելի ունկնդիր, ուզում եմ այսօր շատ կարճ հորդոր պատգամով խոսել քեզ հետ, Աստված օրհնի քեզ, քո ընտանիքը, սիրելիս, գուցե այսօր դու նեղված ես կամ գայթակղված ես Աստծո ժողովրդից, քո եկեղեցուց, տարբեր մարդկանցից, տեսնելով անտարբերությունը, ջոկողությունը մարդկանց միջև, բայց այսօր ուզում եմ քեզ հորդորեմ, որովհետև ինքս անցել եմ այս ամեն ինչի միջով և կարող եմ հասկանալ յուրաքանչյուր վիճակը և պարագան, բայց սիրելի բարեկամս, նայիր Հիսուս Քրիստոսին, նայիր մեր Աստծուն, ով քեզ սիրում է հավիտենական սիրով, գիտես սիրելիս, եկեղեցու մեջ կա երկու տեսակի հավատարիմներ և անհավատարիմներ, օրինակ մենք տեսնում ենք գրքի մեջ Ռութի և Որփայի օրինակը, երբ որ ամեն մեկը իր ամուսնու հետ 10 տարի ապրելուց հետո մահացան իրենց ամուսինները, Ռութը և Որփան, ուրեմն Որփան որոշեց հետ վերադառնալ իր ժողովրդին և իր աստվածներին, բայց նա 10 տարի ապրել էր այդ հավատացյալ ամուսնու հետ և նա շատ լավ գիտեր Իսրայելի Տեր Աստծու մասին, շատ անգամներ էր լսել և քանի դեռ իր կյանքում ամեն ինչ նորմալ էր, նա պաշտում էր Տեր Աստծուն, բայց երբ որ մահացավ իր ամուսինը, ինքը գնաց իր աստվածներին, իր ժողովրդին, հենց այդպես էլ գրված է, բայց Ռութը ինքը մնաց հավատարիմ և իր սկեսուրի հետ ասեց, որտեղ որ դու կգնաս, այնտեղ էլ ես կգնամ, քո Աստվածը իմ Աստվածն է և ում որ դու պաշտում ես, ես կպաշտեմ, և նրան բացարձակ հետաքրքիր չէր, որ գիտեք, բայց Աստված ախր վերցրեց իր ամուսնու կյանքը, նա հավատարիմ էր, դրա համար սիրելի հոգի, այսօր ամեն տեղ կարող ես տեսնել այդ տարբերությունը մարդկանց մեջ, որոնք անհավատարիմ են և հավատարիմ են, հենց հավատացյալների մեջ, խնդրում եմ քեզ, մի գայթակղվիր, մի նայի մարդուն, մի նայի ոչ մեկին, նայիր Հիսուս Քրիստոսին, որը հավատարիմ է և քեզ սիրում է հավիտենական սիրով և քեզ սպասում է և ընդունում է ամեն ժամանակ, ամեն վայրկյան, ոնց որ դու կաս, ինքը քեզ սիրում է, հորդորում եմ քեզ նայել միայն Հիսուս Քրիստոսին, ամեն։